Փաստի տեղեկություններով Երևանի Դվին հյուրանոցի մեծ դահլիճում կիրակի օրը տեղի ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը։ Հետաքրքիր է սակայն, որ համագումարը փաստացի ոչ հրապարակային ֆորմատով է անցել եւ չի լուսաբանվել։ Այնուամենայնիվ թերթի ձեռքի տակ են հայտնվել բացառիկ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ կուսակցությունը անվանվելու է Հայամետ։ Լուսանկարներից նաև ակնհայտ է դառնում, որ համագումարը բավական մարդաշատ է եղել։ Ակնհայտ է, որ մի նորաստեղծ կուսակցության համագումարին ավելի շատ մարդ է մասնակցել, քան Նիկոլ Փաշինյանի կեղծ պատարակներին, չնայած որ վերջինիս դեպքում մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվում մարդաքանակ ապահովելու համար։ Հրապարակը գրում է. նախ դպրոցներ թե գործարաններ կառուցել, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի բարձրացրած այս հարցի հետ կապված իշխանականները աղմուկ բարձրացրին, թե տեսեք դեմ են դպրոցների կառուցմանը։ Կառավարության թերթի աղբյուրն ասել է, որ ընդամենը 2 ամիս առաջ դեմոգրաֆիկ զարգացումների վերաբերյալ հույժ գաղտնի զեկույց է պատրաստվել, որտեղ տարբեր գերատեսչությունների փորձագետների, այդ թվում ոլորտի հայտնի մասնագետներից մեկի, Ամերիա խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի ուսումնասիրություններն են ներառված, եւ որը հաստատում է Նարեկ Կարապետյանի ասածը։ Այդ զեկույցի եզրահանգումն այն է եղել, որ մեր երկրի դեմոգրաֆիական վիճակը հաշվի առնելով արդյունավետ քաղաքականություն չեն վարում, քանի որ դպրոցներ են կառուցվում, բայց երեխա չկա, որ հաճախի այնտեղ։ Ուստի թիրախները պետք է փոխել։ Հրապարակը գրում է. հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանին պատկանող հողերի մասին պաշտոնյաների արած հայտարարությունների մասին լրագրողների հարցերին ասել է. «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երևում է, այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա։ Դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության խավոր 2021 թվականի ապրիլի 8-ից Տավուշի մարզպետ աշխատող Հայկ Ղալումյանը երևի մոռացել է, որ խորհրդային ժամանակներից Բերքաբեր գյուղին պատկանող, ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ-ափին Բերքաբերն ունի մոտ 860 հեկտար տարածք, որն ադրբեջանցիները մշակում են, ցորեն են ցանում։ Նա նաև մոռացել է լրագրողներին ասել, որ 2024-ին սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով ապօրինի ձևով Բերքաբեր գյուղի հատվածում Ղազախի շրջանի Ղզլ Հաջիլի գյուղին հարակից գոտում Ադրբեջանին են հանձնվել մի շարք հայկական հենակետեր։ Հայկ Ղալումյանը լրագրողներին ասել է, թե նրանք լավ գիտեն, որ Բերքաբերի եւ Ոսկեպարի հատվածներում Ադրբեջանին պատկանող հողեր կան։ Սակայն այդպես էլ չի մանրամասնել, թե այդ ինչ հողեր են, երբանից են պատկանում Ադրբեջանին կամ լրագրողները որտեղից պետք է դա լավ իմանան։ Մարզպետը չի հիշել, որ Տավուշի մարզում հազարավոր հեկտար հողեր 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո։ Իրավունքը գրում է. չար լեզուներն ասում են, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է խաղեր տալ ԿՊ-ի հակադիր ուժերի հետ, փորձելով նրանց հետ հարաբերությունները լավացնելու համագործակցության եզրեր գտնել, փոխշահավետ ֆինանսական առումով։ Ըստ նույն շշուկների Ավինյանը փորձում է գլխանց իր ճարը տեսնել, որպեսզի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի պարտվելու դեպքում կարողանա շարունակել պաշտոնավարել իբրև քաղաքապետ։ Այս առումով վերջինիս խորը կասկածանքով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը։ Նա չի բացառում, որ ամենավճռական պահին առաջիններից հենց Ավինյան Տիգրանն է գցելու իրեն։ Հրապարակը գրում է. չնայած Հովհանավանքում ֆեյք պատարակները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի։ Ընդ որում մեծ մասը ՔՊԱ-ականներ։ Պղծության երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում է պատարակի մասնակցելու։ Տեր Թադե Թաղմազյանի մատուցմամբ։ Վերջինս միացել էր Հովհանավանքի պատարակին եւ դեմ դուրս եկել եկեղեցում։ Թվում էր, թե 2 անգամ հայտարարվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարակի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգեվորականներ պոկել մայրաթոռից եւ դարձնել իր կրոնի հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում եւս ոգեվորվեն եւ նոր հոգեվորականներ միանան այս արշավին։ Հրապարակը գրում է. Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջև 3 դեբոշ է եղել։ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը՝ հեռացնել իր նոթբուքը։ Քոչարյանն ասել է, եթե հեռախոսները հավաքում եւ
տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա նույն տրամաբանությամբ սենյակում նոթբուք էլ չպիտի լինի։ Սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սանձնել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոթբուքով գնում։ Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոթբուքի։ ԿՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են։ Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես եփել, որ մերժեն իր հեղինակած նախագիծը, փոխով բանակից ազատելու ավելի ճիշտ կարճամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձևափոխված օրակարգ բերել, սակայն ԿՊ-ում կրկին դիմադրել են։ Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին ու հիմա սպասում է պատասխանին։